նախքան մինչև ես դեպք պարոն Ասատուրովին ճանաչել եք։ Պարոն Ասատուրովը ճանաչի։ Այ այս պարոն Ասատուրովի բերման ենթարկվելու համասը նույն իրավապարտումը կատարել է նաև ինքը իրան բերման չի ենթարկվել։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, որտեղ կոնկրետ ես ինչ արած եք հարցը պատասխանը հնչել, բայց կոնկրետ թե իրակի բերման չեն ենթարկել կամ գուցե պատել է։ Չէ, նայեք, չէ պատասխանը։ Չէ, կոնկրետ դուք տեսեք, ասում եք, ես ականատես եմ եղել, որ Լևոն Քոչարյանը ու իր հետ մի քանի կոնկրետ ձեր մասն Ես կարող եմ դուրս գալ, այս վկայով ավարտենք վկայի արձակնությունը կավարտվի, նոր որոշենք, դա? Գոնե վկայի արձակնությունը հաղթումը նաև ինքն էր կատարել։ Այս ուղղությամբ քայլեր կոնկրետ ձեր կարծիքը չէ, ձեր գործողությունները։ Բնականաբար, եթե կոնկրետ ես այդ պահին հնարավորություն ունենա, միանշանակ Լևոն ենթարկել։ Հիմա ձեր երկրորդ հարցը այս տեսակցություններում առկա են տվյալներ, որ այդ ելքը շարունակվել անցում մինչև պոլիտեխնիկի համալսարան և Սերգեյ Ասատուրովներ առաջարկել այդ ելքը։ Այ ձեր պատասխանը որպես ելակետ ընդունեցին, որ այստեղ թիրախը պարոն Քոչարյանը չէր, այլ զուտ իրավախախտման կանխարգելումն է։ Այդ պայմաններում, եթե Սերգեյ Ասատուրովը մի իրավախախտում էր կատարել ինչ պարոն Քոչարյանը, ոնց եղավ, որ ինքը բերման չենթարկվեց և ավելին էլ առաջնորդեց հավաքը մինչև պոլիտեխնիկի համալսարան։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, ապրել ասես։ Արգենի վկայեմ, հարցերեսում եք դեպատանը պատասխան։ Պարոն Այվազյան, զուտ ոչ թե ձեր գիտելիքները ստուգման համար, այլ զուտ որ վարույթով արձանագրենք։ Այդ ճանապարհի երթևեկելի մասը փակելը ձեզ ինչ իրավախախտում է, հիմա որտեղ գտնենք։ Ինչ իրավիճակում, ինչ ժամանակահատվածում կամ ինչի համար։ Այդ հարցին պատասխանեք, ես հստակ եմ։ Չէ, հիմա դուք ասում եք, դուք որպես ոստիկանության ծառայող ականատես եք եղել իրավախախտում։ Այն է քաղաքացիները փակել էին ճանապարհի երթևեկելի մասը։ Հիմա ես ձեր հարցաքննությանը զուգահեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում խնդրում էի այդպիսի 258 հոդվածն է, իր կետերից է բաղկացած, 258 հոդվածը վարչական իրավախախտումների օրենսգրքի կետերով հստակ չեմ կարող նշել, բայց կոնկրետ 258 հոդվածը հստակեցնում է վարչական իրավախախտումների կարգավորումները, որոնք որ մենք այդ հոդվածներով առաջնորդվում ենք, հիմա միգուցե շփոթվեմ հստակ այդ հոդվածի մեջ, բայց կետեր կա, որոնք որ հստակ նշում է, որ հասարակական կարգի խախտումները հստակ նշում է եւ այո, դա հասարակական կարգի խախտում է, որը որ իրենից ենթադրաբար բխում է, որ այլոց իրավունքները եւ ազատ տեղաշարժը խախտումներ կա, որը որ ոստիկանության կողմից է բազմաթիվ անգամ շեշտվում է, որպեսզի հարգել քաղաքացիները մի խախտեք այլոց իրավունքները ճանապարհի երթևեկության կանոնները։ Ինքը իրանից բխում է իրավախախտ։ Շատ ձեր ասած հոդվածը վերաբերում է իրավախախտի բերմանը, այսինքն ձեր հարցի պատասխանը։ Չէ, երբ քաղաքացին կատարել է իրավախախտում ու այդ իրավախախտման հիմքով իրան բերում է բերման է ենթարկվում։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ իրավախախտում է, ճանապարհի վարչական իրավախախտում է, հանցագործություն է, ինչ է, որ մենք հիմա հետո դիչապենք ձեր պահանջի օրինականությունը։ Հիմա փորձենք հասկանալ ըստ ձեզ, որովհետև դուք եք իրավախախտում եք։ Ինչ իրավախախտում։ Պատվարժան դատարան, ես առաջ հարցիջան մասնագիտական գիտելիքների ստուգման ուղղված հարցեր, այսինքն գործի փաստական հանգամանքների հետ չի կապակցում հարցը, հետևաբար առարկում եմ մասնագիտ հարցը։ Պատվարժան դատարան, այո, սա պետք է ենթադրվի մասնագիտական գիտելիքի ստուգում, որտեղ վկան ասում է, ես ականատես եմ եղել վարչական իրավախախտման, մոտեցել եմ, որ բերման ենթարկվում։ Հիմա մեզ այո պետք է այդ տվյալը ըստ ոստիկանության ծառայողի ինչ իրավախախտում էին կատարել Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը։ Մասնագիտական գիտելիքների ստուգում չեն կատարում, սակայն հարցերն են մանրուքով, հարցին եթե կարող է, վկան պատասխանը։ Իհարկե, ես հստակեցնում, այո, իրավախախտում
Եվ ոստիկանության կողմից նաև հիշվեց նաև օրինական պահանջ ներկայացվել է, այդ դեպքում է բերման է ենթարկվել։ Ընդհանրապես այդքանը կարող եմ նշել։ Պարոն Այվազյան, մենք հետազոտել ենք դեպքի վայրում տեսանյութեր, որտեղ ակնհայտորեն ոստիկանության մեքենայից լսելի օրինական պահանջ չկա, բայց դուք ասացիք, որ 3 եւ ավելի անգամ պահանջը հնչեցվել է։ Ես լսել եմ։ Դուք լսել եք։ Ճիշտ է այդպես։ Իսկ տեսախցիկը եթե դա չի ֆիքսել, Չեմ կարող։ Ես առարկում եմ Թացիդյան նույն բովանդակությամբ, հաց մի քանի անգամ հնչեցվել։ 4 անգամ արդեն պատասխան։ Այս առարկությունը դե պետական արդեն իսկ պատասխանեց, ուրեմն հարգելի նկատեցիք, եթե առարկություն արմագողից որը մեդիկոմից հարցի չի պատասխանել։ Դե չգիտեմ, առաջարկը։ Լավ, վկան ամենայդեպս պատասխան։ Այսպիսի պարոն Ալեքսանյանի հարցը այս առումով կիսատ մնաց, այլ փորձենք շարունակել հասկանալ, եթե նպատակը իրապես պարոն Քոչարյանը չէր, եւ այդ հավաքը, որ ոստիկանության նպատակը ճանապարհի երթևեկելի գոտին բացելն էր, ինձ էլ չի թվում, որ ոստիկանությունը կարող է զուտ ինքնանպատակ պահանջներ տալ բացելու, չբացեն ասիլարդը, ոչինչ թող քայլ։ Վերջում ինչու քայլեր չձեռնարկվեցին, դուք էլ ասում եք, այդ պահին ղեկավար պաշտոն եք զբաղեցրել, ենթադրվում է պետք է ավելի մոտ կանգնած լինեք դրան, այդ փողոցը ինչու չբացվեց վերջում։ Բացվել է։ Հենց այդ եմ ասում, զբաղույթի նյութերի այդ երթը բարձացել է Սարյան, ամբողջ Սարյանի փողոցով, երթևեկելի մասով, շարունակվել է մինչև պոլիտեխնիկի համալսարան, Սերգեյ Ասատորովը երթը առաջնորդվել է։ Այսինքն ձեզ դուք չեք բացել ճանապարհի երթևեկելի գոտին, դուք էլ ասում եք, որ երթևեկից քայլել եք, հա։ Եթե տեղյակ եք, եթե հիշում եք, եթե Չեմ կարող հիշում, ֆունկցիոնել։ Այդ դեպքում